ներկայացնեք, ինչու է 4-րդ կարգի ցորեն։ Որտեղ ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության ժողովրդան, ինչ։ Դուք սկզբից ախր այդպես չեք ներկայացրել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի ասում։ Ինչ-որ մեկը կարգա ներկայացել մինչև այ լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասեն են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնակեր է։ Ժողովրդան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Ասել են դիվերսիֆիկացիա է, այլընտրանք է։ Ասել են Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, Ցորենը բարձր որակի չի նշվել, որ ցորենը անասնակեր է, Բայց խնդիրը առաջացավ նախարարը անգամ քննարկում էր հացի գինը կարող է իջնի ավելանա նվազի Ընդհանրապես, եթե ճանապարհները, չէ, ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է։ Հնարավոր է գնիչեցում լինի, հնարավոր է տարբեր բաներ։ Հիմա այս զարմանում եմ։ Մենք չենք ասում Ասում եք ինչու չեն ասել 4 կարգ։ Տենց, որովհետև այդ էլ 4 կարգ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում այդ ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել, հա։ Չէ, ցորենը լավ է որ եկել է, խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ այդ աղմուկը ուրիշ բանի մասին է։ Չէ, աղմուկը, Ջորջան, աղմուկը, չէ, նախ ասեմ, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է, չէ, համաձայն չեք։ Ռուսական ցորենը բարձրակարգ ցորեն է։ Եթե Ղազախական կողմը այդ մասին չբարձրաձայնել, Հայաստանի իշխանությունը ինքնակամ կասեր հայ հանրությանը։ Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում ով է առաջինը բարձրաձայնել, բայց իհարկե դա գաղտնիք չկա։ Ինվոյսներով եկող բան է, ինչ մասնա։ Տպավորություն որ մենք հացի խնդիր ունենք։ Չէ, ախր ի սկզբանե բոլորը ասում էին, որ հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Համաձայն չեք։ Որ հնարավոր է հացի գինը